Բարև սելիքորի եղբայրոջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 11:1-10 համարները։ Եկեք սկզբից ընթերցենք հատվածը։ Արդ ասում եմ, միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը, քավլիցի, որովհետև ես էլ իսրայելացի եմ, Աբրահամի սերունդից, Բենյամինի ցեղից է։ Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց։ Կամ թե չգիտեք, թե գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրվածքում է, ինչպես նա Իսրայելի դեմ գանգատվում է Աստծո առաջին. Տեր, քո մարգարեներին կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին, եւ միայն ես մնացի, եւ իմ անձը որոնում են։ Բայց Աստվածային պատգամն ինչ է ասում նրան. 7000 մարդ թողի ինձ համար, որ բաղին ծունր չդրին։ Հենց այսպես էլ այս ժամանակումը շնորհքի ընտրության պես մի մնացորդ եղավ։ Բայց եթե շնորհքով է, էլ գործերից չէ, ապա թե ոչ շնորհքն էլ շնորհք չի լինի, բայց եթե գործերից է, էլ շնորհք չէ, ապա թե ոչ գործն էլ գործ չէ։ Ուրեմն ինչ, այն որ Իսրայելը որոնում էր նրան չհասավ, բայց ընտրվածները հասան, եւ մյուսները կուրացան, ինչպես գրված է. Աստված տվավ նրանց թմրության հոգի, աչքեր որ չտեսնեն եւ ականջներ որ չլսեն, մինչեւ այս օրվա օրը։ Եվ Դավիթն ասում է. նրանց սեղանը թող ոլոգայթ լինի նրանց, եւ որս եւ գայթակղություն եւ հատուցում նրանց համար։ Թող նրանց աչքերը խավարեն, որ չտեսնեն, եւ նրանց թիկունքները միշտ ծռեցրու։ Եկեք անդրադառնանք մեր հատվածին, որոշակի առումով հիշենք մեր անցած ձայնագրությունները։ Մենք երկու մոտավորապես ներածություն արեցինք եւ ներածության մեջ ես շեշտեցի, որ ընդհանրապես առաքյալն անդրադառնում է Աստծո փրկության ծրագրին եւ մենք տեսանք, որ Աստծո փրկության ծրագրի հիմքում ընկած Աստծո փառքը, այսինքն Աստծո ամբողջական հատկությունները, որտեղ երբ որ Աստված ուզում է ցույց տա իր փառքը, ցույց է տալի իր բոլոր հատկությունները, նաեւ այն հատկությունները, որոնք երբ որ մարդը ճանաչում է, մարդու մեջ ներգործում են, այսինքն մարդը սկսում է այդ հատկություններով ամբողջական տեսնել ով Աստված։ Դրա համար Աստծո ծրագիրը, փրկության ծրագիր, երբ որ մենք շեշտում ենք, ի նկատի ունենք Աստծո այն կամքը, որ Աստված ուզում է իր անձը հայտնի։ Եվ տեսեք, շատ հաճախ, երբ որ մենք Աստծո փրկության ծրագրից դուրս դիտարկում ենք Աստծո հատկությունները, մեզ համար Աստվածպաշտությունը դառնում է զուտ ծիսական կրոն, այսինքն մենք կարծես թե որոշակի առումով գիտենք, որ Աստված այսպես է վարվում, բայց մենք չենք հասկանում, որ այդ վարքը այն վերագրող, այսինքն երբ որ մենք տեսնում ենք Աստծուն եւ ճանաչում ենք, այն պետք է մեր կյանքում արտադրի Աստծո հանդեպ սեր, որն էլ մեզ մղում է Քրիստոսին նմանվելու։ Սուրբ Հոգու գործը, վերցնելով Աստծո խոսքը եւ մեզ ներկայացնելով ով Աստված, հանդիսանում այս կիզակենտրոնում, այսինքն Աստված մեզ իր խոսքի միջոցով նմանեցնում է իրեն, ինչի, որովհետեւ Աստված ունի փրկության ծրագիր, որի հիմքում ստանում է իր փառքի համար ստեղծված մարդուն։ Որքանով էլ մենք դիտարկում ենք, որ մարդը որոշակի ընթացք է անցնում, առաջին մարդը շնչավոր, երկրորդ մարդը հոգևոր երկնքից, ինչպես շնչավորի պատկերը կրեցինք, այդպես երկնավորի պատկերը կկրենք, մենք հասկանում ենք, որ այս որոշակի ընթացքի մեջ գլխավոր դերը Աստված ուղղում է Աստված ճանաչության, այսինքն մեր Աստված ճանաչությունը ձևավորում է մեր անձնական աստվածաբանությունը, մեր անձնական աստվածաբանությունը ձևավորում է մեր վարքը, որի արդյունքում էլ Աստված փառավորվում է, որքանով է մեր վարքը եւ մեր կյանքի սկզբունքները նման Քրիստոսին, այնքանով մենք արտահայտում ենք Քրիստոսին, այնքանով մենք ցույց ենք տալի Քրիստոսին կամ այնքանով մենք փառավորում ենք Քրիստոսին։ Սա կարևոր սկզբունք է, որ մենք հասկանանք։ Ուրեմն, մեր այս հատվածում մենք տեսանք, որ ներկայացնելով Աստծո փրկության ծրագիրը, առաքյալը զարգացնում է մնացորդի աստվածաբանությունը։ Ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ բոլոր դարերում Իսրայելի կյանքում վերցած Իսրայելը որպես նույնիսկ օրինակ, բոլոր դարերում Աստված միշտ պահպանել է մնացորդ։ Հիմա մեր հատվածում առաքյալը մնացորդին հավելացնում է աստվածաբանական երկու կարևոր տարր, որպեսզի մեզ բացատրի իր գլխավոր նպատակը՝ շնորհքի ընտրության պես մնացորդ, ոչ թե ուղղակի մնացորդ, այլ մի մնացորդ, որը ընտրված է եւ ընտրված է ոչ թե իր հատկություններից ելնելով, այլ Աստծո շնորհքով է ընտրված, անարժանաբար է ընտրված, այսինքն իր հատկություններից ելնելով չի ընտրված, այլ Աստծո կամքից է ընտրված։
Սա կարևոր է որ մենք տեսնենք։ Եվ առաջինը մենք տեսանք այս հատվածի մեջ, մենք առաջի համարում վերցրեցինք, կարդացինք, արտասում եմ միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը Քավլիցի, որտեվ ես էլ իզրայելացի եմ Աբրահամի սերունդից, Բենյամինի ցեղից, եւ տեսանք, որ մնացորդը առաջի ճշմարտությունը մնացորդի մասին, մնացորդը մտնում է եկեղեցի։ Մենք անդրադարձանք, որ ընդհանուր առմամբ, եթե վերցնում ենք Քրիստոսի մարմինը, որը բաղկացած է եւ հեթանոսներից եւ հրեաներից, այն եկեղեցին է։ Եվ եկեղեցու մասին 5 կտակարանում որոշակի մարգարեություններ չկար, այսինքն ամբողջական բացահայտված չէր այդ խորհուրդը Աստծո։ Սակայն մենք գիտենք, որ կար ակնարկներ, օրինակ, երբ որ Աբրահամի հետ է խոսում Աստված, բոլոր ազգերը քո սերունդով կորտվեն, այսինքն սերունդը այստեղ Եզակի Քրիստոսն է եւ բոլոր ազգերի մասին է խոսքը։ Մենք հասկանում ենք, որ որոշակի առումով կար ակնարկներ, բայց Իսրայելի համար, մարգարեների համար նույնիսկ այն ծածկված էր։ Դրա համար մենք տեսնում ենք արդեն եկեղեցու խորհուրդը, դա մենք խոսում ենք նոր ուխտի շրջան, սակայն մենք պետք է հասկանանք, որ եկեղեցին չի ամբողջացնում ամբողջական Աստծո ժողովուրդը։ Եկեղեցին Աստծո ընդհանուր ժողովրդի որոշակի դիսպենսացիայի հատված է, այսինքն Աստված որոշեց, որ այս շրջանում որոշակի առումով թույլ տա մասամբ հрьяաների կուրություն, որպեսզի դուր բացվի հեթանոսներին, այսինքն եկեղեցուն։ Եվ այդ եկեղեցու մեջ, այդ դուրը բացված եկեղեցու մեջ, հեթանոսների եկեղեցու մեջ տեղ գտավ նաև հрьяան հեթանոսի հետ։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք Քրիստոսի մարմնի, այսինքն եկեղեցու մասին, որը 5 կտակարանում ծածկված խորհուրդ էր, արդեն մեզ բացահայտվեց, եկեղեցու շրջանի մեջ մտնում է այդ մնացորդը։ Դրա համար առաքյալը առաջի արգումենտ իր անձն է առաջ քաշում։ Ասում է՝ լավ, եթե դուք ասում եք, որ Աստված մերժեց իր նախորոք ընտրած ժողովուրդը Իսրայել, ասում է, բայց նայեք, ես էլ եմ իսրայելացի, չէ՞ որ ես փրկվում եմ, չէ՞ որ մենք անդրադարձանք, որ առաջի եկեղեցին 3000 հոգի հрьяաներ փրկվեցին, հետո 5000 հոգի, հետո մենք տեսնում ենք առաքյալ, հետո նոր տեսնում ենք բացված դռներ արդեն սամարացիների համար, հեթանոսների համար եւ նաեւ վերջի շրջանի Հովհաննես Մկրտիչի աշակերտների համար, այսինքն մենք տեսնում ենք, որ բոլոր կատեգորիային Աստված այս ընթացքում, այս եկեղեցու շրջանի մեջ մնացորդը բոլոր ազգություններից այդ մնացորդը, որը որ փրկում է, այն մտնում է եկեղեցի։ Սա մեր առաջի ճշմարտությունն էր մնացորդի մասին։ Եկեղեցին, այսինքն մնացորդը մտնում է եկեղեցի։ Հիմա, բայց մենք գիտենք, որ եկեղեցու շրջանը ժամանակավոր է, այն պիտի վերցվի եւ նորից դուր պիտի բացվի Իսրայելի փրկության, վերջի յոթնյակը Իսրայելի խոստացված 5 կտակարանում, կարաք սրա մասին առավել տեսնեք Դանիելի գրքում, եւ իմիջիայլոց այս ամբողջությունը, մենք այս ամբողջությունով, որ երևում է, որ բարձվում է, ի հայտ է գալի Աստծո փրկության ծրագիրը, նորից տեսեք, Աստծո փրկության ծրագրի մեջ կարևոր շեշտ է դրված Աստծո հատկությունների արտահայտության։ Եվ այսպես է, որ տեսեք, օրինակ, մենք կարդալու ենք մեր հատվածում հետագա, Աստված բոլորին արգելեց անհավատության մեջ եւ նախանձի գրգռեց։ Հրեաների նախանձով մղեց փրկության հեթանոսներին։ Հեթանոսների փրկությունով նախանձի է գրգռելու հրեաներին։ Այս Աստծո ծրագրի մասին է։ Տեսեք, այստեղ մենք խոսում ենք Աստծո ծրագրի մասին, բայց խոսում ենք ինչպես Աստված ներգործում իր հատկություններով։ Սա շատ կարևոր է, որպեսզի բոլորին փրկի շնորհքի առումով։ Ինչի, որովհետև երկնքում փառավորվելու Աստծո շնորհքը, որովհետև մի պարծանք մարդկային երկինք չի մտնելու։ Երկինք մտնելու են մարդիկ, որոնք լավ հասկացել եւ լավ ճանաչում են Աստծո շնորհքը եւ իրենք գիտեն, որ իրենք երկնքում են, ոչ թե իրենց կարողության շնորհիվ, այլ Աստծո շնորհքի շնորհիվ։ Դրա համար փառաբանվելու է շնորհքը եւ սա ամենակարևորն է, Աստծո հատկությունների ամենակարևոր ճանաչողությունն է։ Հիմա ես առաջի ձայնագրության մեջ նաև շեշտեցի մի կարևոր սկզբունք, որ կա արդեն վտանգ, որոնք կոչվում են մի խումբ մարդիկ, հрьяաներ կարելի ասել, եւ իրանց միացել են նաև որոշակի հեթանոսներ, կոչվում են մեսիական հрьяաներ, մեսիանսկի իուդեի, դա հուդաիզմի որոշակի արտահայտությունն է, եւ այստեղ շատ մեծ վտանգ կա, որ ես ուզում զգուշացնեմ։ Տեսեք, հենց ինքը առաքյալը նամակների մեջ, հենց առաջի դարում միշտ շեշտում էր զգուշացեք, եթե ուշադիր եք, զգուշացեք հրեական առասպելներից եւ ազգահամարներից։ Հրեական ինքը շեշտում է, ինչի, որովհետեւ կա հրեական ապոկրիֆ գրքեր, որոնք աստվածաշունչ չեն, այսինքն այդ գրքերը Աստծո հոգով չեն ներշնչված։
Այն որոշակի առումով աստվածաբանության մեջ օգտակար է, մենք այնտեղից օգտվում ենք պատմական որոշակի տեղեկություններ ենք վերցնում, Յուդիթի, Տուբիթի, Մագբայեցիների թղթերը, դրանք անկանոն աստվածաշնչի թղթեր են, դրանք ապոկրիֆ գրքեր են։ Հիմա ապոկրիֆ կանշան որոշակի առասպելական միֆոլոգիա են պարունակում, այսինքն այնտեղ չկա իրական Աստծո հոգով ներշնչված խոսքը, որը մեզ կուսուցանի կամ մեզ կբերի դեպի Աստծուն փառավորելու։ Այսինքն ոչ բագադուխնավենի, այսինքն ոչ աստվածաշունչ են համարվում դրանք։ Հիմա ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ արդեն առաջի դարում առաքյալը մեզ զգուշացնում է այս մեսիական հրեաները այն ինչը որ եկեղեցու դիսպենսացիայի մեջ Աստված որպես խորհուրդ իրականացրեց հրեային եւ հեթանոսին այդ մեջտեղի արգելող պատը վերացնելով երկուսին էլ մկրտեց եկեղեցու մեջ իր մարմնի մեջ, այսինքն ընկղմվեցին, թաղվեցին Քրիստոսի մարմնի մեջ եւ դարձան այդ մարմնի անդամները իրար հետ։ Եվ մենք կարդում ենք Գործառաքելություն ինչպիսի արգելքներ կար, ինչպես Աստված այս իրականացրեց։ Հիմա այս հավատացյալները, որոնք կոչվում են 20-րդ դարում առաջացած մեսիական հուդաիզմը, մեսիական հրեաները, նրանք այն ինչը որ Աստված միացրեց, նրանք նորից այդ մեջտեղի պատը արգելքը կանգնեցնում են։ Այսինքն նրանք որոշակի առումով սկսում են իրենց զանազանել ընդհանուր առմամբ իրենց հրեա համարելով, սա որոշակի առումով պարծանքը հրեական, որը նաև 5 կտակարանում ներկա էր, երբ որ նրանց հարցնում ես, ասում ես, իսկ դուք Աստծո խոսքը գիտեք, նրանք ասում են, այդ Աստծո խոսքը մենք ենք գրել։ Սա որոշակի պարծանք է, շատ կարևոր է սա մենք տեսնենք, տեսեք, ըստ հրեաների ընկալման, իհարկե ոչ հոգևորապես առողջ հրեական սկզբունքների հուդաիզմի շրջանակում, տեսեք, հուդաիզմը ունի փուլային անցում, հուդաիզմը դա մովսիսական օրենքի եւ այդ շրջանի աստվածպաշտության կետն է, սակայն այն ունի ոչ ճիշտ ընկալում հրեաների կողմից։ Օրինակ, եթե մենք վերցնենք շնորհքի ընտրության պես մնացորդի օղակներում այդ մովսիսական օրենքի այդ օրենքի գործերով փրկվելու ցանկության կամ այդ սկզբունքի հիմքում ընկած է որոշակի հրեական սնաբիզմ կամ առավելություն, իրենք իրենց առավելությունը տալ, իրենք հրեաները, փրկությունը միայն իրենց է տրված։ Սա առաջ է գալիս այսօրվա 20-րդ դարում առաջացած հրեական այդ մեսիական հրեաների օղակներում, նրանք իրենց առանձնացնում են արդեն եկեղեցուց, նրանք ասում են դուք եք եկեղեցին, դուք եք հեթանոսները, իսկ մենք հրեաներ ենք։ Նորից եւ առավելագույն նրանք ասում են միայն հրեական ռավիները կարող են ճիշտ մեկնաբանել Աստծո խոսքը։ Այսօր հիմա արկա է դա։ Սերներս, սրա մասին արդեն զգուշացնում էր առաքյալը։ Նույնիսկ եթե հիշում եք, առաքյալը նույնիսկ իր ազգին կոչում է շուն։ Շներ հրեաները կոչում էին հեթանոսներին։ Առաքյալն ասում է զգուշացեք շներից, թլպատվածներից, ինքը իր ազգի համար, որտեղ այստեղ ոչ թե հրեաների ազգի մասին է խոսքը, այլ հրեական ընկալման, այսինքն սխալ, այսինքն այդ օրենքի կամ մովսիսական այդ հին ուխտի շրջանակում Աստված հայտության սխալ ընկալման հետևանքի մասին է խոսքը, եւ կան հրեական այսպիսի ընկալումներ եւ հիմա առաջ են գալի կամ արտահայտվում են դրանք ավելի մեսիական հրեության շրջանակներում։ Դա համար զգուշ եղեք, այսինքն այն ինչը որ Աստված վերացրեց եկեղեցու դիսպենսացիայի մեջ հրեայի եւ հեթանոսի տարբերությունը փրկության առումով, մեջտեղի արգելող պատը ջնջեց կամ վերացրեց Քրիստոսը իր մարմնով, նորից այս մարդիկ վերականգնում են այդ պատը եւ տարբերություն են դնում հրեայի եւ հեթանոսի միջեւ։ Նրանք կրում են որոշակի շաբաթների պահպանում, որոշակի մաքուր եւ անմաքուր կերակուրների պահպանում։ Տեսեք, ինչը որ առաքյալն ասում է, դա պետք չի եկեղեցու շրջանում եւ որոշակի առումով հրեական ավանդույթների կամ տոների կատարում ավելի մանրամասն։ Այսինքն նույնիսկ հագուստի կրում որոշակի գլխարկներ հրեական։ Եվ նրանք շեշտում են, որ իրենք միան կարան հրեական ռավիները կարան ճիշտ մեկնաբանեն Աստծո խոսքը։ Այստեղ նույնպես այդ որոշակի սնաբիզմը կա, որը որոշակի ոչ առողջ առավելություն է տալի հրեական ընկալուն։ Հիմա մենք տեսանք, որ առաջինը մնացորդի մասին ճշմարտություն, մենք պետք է հասկանանք, որ բոլոր դարերում կլինի հեթանոսների մեջ, կլինի հրեաների ընկալման մեջ, Աստված միշտ փրկում է մնացորդը։ Այսինքն, երբ որ մենք հիմա կանադառնանք մեր հատվածի երկրորդ բառին,
Աստված դեն չգծեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց, այդ առաջուց ճանաչել բառը այն հրեական մենտալիտետով յադա ճանաչել, ընտրել բառն է, որը առավել նշանակում է մտերիմ հարաբերություն ունենալ, այս որին առաջուց ճանաչել իր միջալից այստեղ օգտագործված է պրոգինոսկո բառը, կանող գիտենալ, կանխագիտություն բառն է, որը նույնիսկ առաջի դարում, եթե դուք կանադառնաք հունական գրականության, կտեսնեք, որ այդ նույն բառը օգտագործվում էր որպես հոմանիշ նախասահմանության, որովհետև տեսեք, եթե Աստված ինչ-որ մի բան նախորոք ճանաչում է, դա նշանակում այդ բանը չի փոխվի, այդպես լինելու է։ Բայց առաքյալն ինչի է օգտագործում այս բառը, եւ ինքը միշտ օգտագործում է շատ հաճախ կանխագիտությունը նախասահմանության հետ ինչի։ Նախասահմանությունը նախորոք որոշելն է, կանխագիտությունը նախորոք ընտրելն է։ Կանուխ ճանաչել, դա նշանակում է կանուխ ընտրել։ Մենք կանադառնանք սրան, արդեն մեր երկրորդ մնացորդի մասին ճշմարտության խոսելու։ Հիմա արդեն կանադառնանք սրան։ Ուրեմն տեսեք, ամեն դեպքում ինչ ենք մենք տեսնում, որ երբ որ առաքյալն անդրադառնում է արդեն շնորհքի ընտրության պես մնացորդին, նրանց այս ընտրությանը առավել կարևորություն է տալիս, որ շնորհքի ընտրության պես մնացորդը երկրորդ մեր ճշմարտություն կլինի, պահպանվում է Աստծո շնորհքով։ Հիմա կուզեմ սրան անդրադառնալ։ Այսինքն կարևոր է մենք հասկանանք, որ ինչքանով էլ մենք խոսում ենք ընդհանուր ժողովրդի մասին, հրեայի առումով, որպես Աստծո ընդհանուր ժողովուրդ, մենք պետք է հասկանանք, որ բոլոր դարերում Աստված պահպանում է մնացորդը, շնորհքի ընտրության պես մնացորդը, եւ այդ շնորհքի ընտրության պես մնացորդի մասին է ասված, որ Աստված դեն չնետեց իր ժողովուրդը, որին նախորոք ընտրեց։ Այսինքն այս ընտրությունը չի վերագրված բոլոր Իսրայելին, որտեղ մենք վերևում 9-րդ գլխում կարդում ենք, որ ոչ բոլոր Իսրայելն է Իսրայել։ Այսինքն այս Աստված դեն չգծեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց կամ առաջուց ընտրեց, այն վերաբերում է մնացորդի դամար հետագա հատվածում արդեն զարգացնում է, չեք լսի ասում է Եղիայի պարագայում, որ գանգատվում Աստծուն եւ Աստված ասում է պահեցի ինձ համար մնացորդ։ Այսինքն այստեղ մենք պետք է հասկանանք ամեն մեկ փրկված անձ։ Այսինքն մեր առաջի ճշմարտությունը պետք է մեր կյանքում բերի այն գիտակցության, որ ամեն մեկ փրկված անձ, ամեն մեկ վերստին ծնված անձ պիտի հասկանա, որ ինքը այդ մնացորդի բաժինն է, որ ինքը այդ մնացորդն է, որը մտնում է եկեղեցի, որը հիմա եկեղեցու շրջանի մեջ է, որտեղ եկեղեցին պիտի վերցվի, այդ շրջանը պիտի վերցվի, սակայն դուռը պիտի բացվի նորից Աստծո ժողովրդին, այսինքն Իսրայելին, նորից Իսրայելի սերունդ կա, որը պահպանվելու է նույնպես Աստծո շնորհքով եւ այդ սերունդը պիտի փրկվի։ Սա արդեն մեծ նեղության ընթացքում։ Սերունդս, եկեք անդրադառնանք արդեն մեր երկրորդ ճշմարտության, ընտրված մնացորդը, եթե առաջի ճշմարտությունը ընտրված մնացորդը մտնում է եկեղեցի եւ առաքյալը իր անձն է որպես արգումենտ ապացույց առաջ քաշում, ես եմ իսրայելացի, տեսեք, որ ես փրկված եմ, այնպես չի որ Աստվածի ժողովուրդը դենետեց, երկրորդ ճշմարտությունը մնացորդի մասին, ընտրված մնացորդը պահպանվում է շնորհքով։ Շնորհքով հասկացողությանը մի քիչ ավելի խորը կանադառնանք, որովհետև Աստված հատուկ անում, տեսեք, օրինակ արդեն 6-րդ համարում առաքյալն անդրադառնում է, որպեսզի մեզ աստվածաբանորեն բացատրի շնորհքի եւ գործի տարբերությունը, որը վերաբերվում է այդ մնացորդի ընտրության եւ այսպես 6 համարում, բայց եթե շնորհքով 5 համարում հենց այսպես էլ այս ժամանակումը այս հիմա շնորհքի ընտրության պես մի մնացորդ եղավ։ Հենց հիմա այդ շնորհքի ընտրության պես մնացորդը կա շեշտում է, եթե շնորհքով, ուրեմն գործերից չի, իսկ եթե գործերից ուրեմն շնորհքը շնորհք չի, յուրահատուկ կերպով բացատրում է սա, որպեսզի մեզ հասկացնի, որ այդ ընտրությունը երբեք կապված չի մարդու հատկությունից։ Շատերի մոտ կարա գայթակղություն առաջանա, երբ որ խոսքը գնում է Աստծո փրկության ծրագրի մեջ անձնական փրկության, մարդու փրկության, որովհետև տեսեք, երբ որ մենք խոսում ենք նախասահմանության մասին, մյուս աշխարհի բոլոր ստեղծագործության, խնդիր չկա, բայց երբ որ արդեն հարցը վերաբերվում է փրկության առումով նախասահմանված լինելուն, այստեղ խնդիր է առաջանում եւ որոշ մարդիկ առաջ են քաշում մարդու ազատ կամքի գործոնը, առանց հաշվի նստելու, որ մարդու ազատ կամքը գործում է մարդու մեղավոր բնության օղակներում։ Այսինքն հաշվի չեն առնում, որ կամքի արտահայտությունը միշտ բնության օղակներում է։ Հիմա եւ այստեղ շատերի մոտ առաջ է գալի, որ երբ որ ընկալու լսում են, ասում են, տեսեք, այս մարդիկ քարոզում են, որ Աստված որոշ մարդկանց
ընտրեց դատապարտության համար, որոշ մարդկանց ընտրեց փրկության համար։ Եվ նրանք մոռանում են, որ Աստծո ընտրությունը ոչ թե նեյտրալ վիճակից է, այսինքն այնպես չի, որ բոլորը նեյտրալ վիճակից են, ոչ բարի են, ոչ չար, եւ Աստված ոմանց չարացնում է, ոմանց բարիացնում է, ոմանց չարացնում է տանում է դատապարտության, ոմանց էլ բարիացնում է տանում է փրկության, փառքի։ Այսպես չի սերները։ Սա մարդկային մոտեցումն է, որ խափնված են շատերը եւ իրենց այսպես էլ քարոզում են, իբր թե մենք ենք այդպես քարոզում կամ իբր թե Աստվածաշունչն է այդպես ասում։ Սա այդպեսի բան չկա։ Մարդը նեյտրալ վիճակում չի, մարդը արդեն ընկած է, արդեն դատապարտված է։ Եթե Աստված արդարորեն վարվի մարդկության հետ, պիտի բոլորին առաջի աշխարհի նման պատժի, ինչպես առաջի աշխարհը պատժեց, պահելով Նոյին իր ընտանիքով։ Նոյը իր ընտանիքով արդար չէին, հետագա կյանքը կարակ նրանց տեսնել, ուղղակի Աստծո շնորհքով պահպանվեցին։ Սերունդ որպեսզի Աստված ունի իր ծրագիրը փրկության, այն իրականացնի։ Առաջի ջրով կործանումը Աստված ցույց տվեց, որ ինքը դատապարտում է մեղքը։ Սա Աստծո հատկությունների նույնպես արտահայտություն է, որ ես ատում եմ մեղքը եւ պատժում եմ մեղքը։ Հիմա եւ դատաստան ունեմ անելու, այսինքն այնպես չի, որ դուք ինչ ուզեք անեք, ես էլ աչք եմ փակելու։ Սա նույնպես Աստծո փառքի որոշակի ծրագրի մասին, այսինքն որոշակի հատված է, որ մեզ ներկայացում է Աստծո ծրագրի մեջ մարդու ստեղծագործության առումը, որտեղ ինչ որ դուք տեսնում եք կյանքում իրականանում այս ընթացքում, բոլորը Աստծո ծրագրի բաժին է, այն նախասահմանված է եւ Աստված ունի նպատակ ստանա ի վերջո իր փառքի համար մարդուն եւ այդ մարդուն մրցնի իր փառք։ Հիմա նորից չեմ ուզում անդրադառնամ դետալներին, ամեն փոքր մանրամասներին։ Երկրորդ կարևոր ճշմարտություն. ընտրված մնացորդը պահպանվում է շնորհքով, ինչպես միշտ։ Երբեք մնացորդը չի պահպանվել իր հատկություններով, շնորհքով։ Հիմա կանադանանք սա, եւ սա համար ընթերցենք արդեն երկրորդ համար։ Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց, եւ 2-ից 6 համարներում մենք կանադառնանք այս ճշմարտության։ Ընտրված մնացորդը պահպանվում է շնորհքով։ Եկեք նորից ընթերցենք այդ հատվածը։ Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց։ Կամ թե չգիտեք, թե գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրվածքումը, ինչպես նա Իսրայելի դեմ գանգատում է Աստծո առաջին։ Մենք կարդացինք հիմա երկրորդ համարը, բարբերաբար կընթերցենք մինչև 6 համարը։ Առաջինը, Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց։ Ինչպես արդեն ես ասացի, այստեղ առաքյալն օգտագործում է կանխագիտություն բառը, պրոգինոսկո բառը։ Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց, կանխագիտությունով, եւ այն երբեք չի նշանակում, որ Աստված որոշակի առումով ուղղակի նայեց ապագան եւ տեսավ։ Այս բառը, պրոգինոսկո բառը, միշտ օգտագործվում է հոմանիշ որպես նախորոք որոշելուն կամ նախորոք ընտրելուն եւ սահմանելուն։ Նորից, որովհետեւ եթե մի բան Աստված նախորոք գիտի, դա նշանակում է այդ բանը էլ երբեք չի փոխվի։ Որտեւ ինքը այդպես գիտի, որ այդպես է լինելու, արդեն այն երբեք չի փոխվի։ Ուշադիր լսեք սա։ Դրա համար առաջի դարում, եթե դուք նայեք հունական այլ գրականություն, փիլիսոփաները նույնիսկ այդ բառը օգտագործում էին որպես հոմանիշ նախասահմանության։ Իսկ ինչի է առաքյալը, մի քիչ հետո մենք անդրադառնանք գործարքություն մի հատվածի, որ այս բառը օգտագործված է Քրիստոսի համար։ Այնպես չի, որ Աստված չգիտեր Քրիստոսը ինչ է լինելու եւ կանուխ նայեց եւ տեսավ, վայ, իմ որդուն խաչելու են եւ որոշեց, որ որդուն խաչեն։ Այսինքն այդտեղ կանխագիտություն բառը միշտ դրված է որպես ընտրություն, յադա եբրայերեն բառը կանող ճանաչել նշանակում է նախորոք ընտրեց եւ նախասահմանեց, ինչպես մենք կարդացինք 8-րդ գլխում, նրանց որ Աստված ճանաչեց, նախորոք ճանաչեց, նրանց էլ նախասահմանեց իր որդու պատկերի նմանակիչներով, նրանց որ Աստված ընտրեց, նրանց էլ որոշեց իր որդու պատկերի նման լինողների։ Սիրելիներս, սա շատ կարևոր է եւ սա ուղղակի մեր ընկալման մեջ, երբ որ մենք սա հասկանում ենք, մեծացնում է Աստծո շնորհքի հասկացողությունը։ Իսկ եթե Աստծո շնորհքը մեր կյանքում ընկալում որպես մեծանում է, փոքրանում է մեր մարդկային պարծանքը եւ մեր մարդկային կարողության վրա հենվելը։ Եվ միայն Աստծո ողորմությունն է մեր սրտերում փառավորվում, որտեղ հասկանում ենք, որ ինչ որ մի բան եթե մեր կյանքում կա, դա Աստծո շնորհքով է, դա մեր կարողությունը չի։ Այո, մենք ենք այն ջանքը անում, բայց դա Աստծո շնորհքն է ներգործում մեր մեջ։ Եթե Աստված չներգործի,
Եվ մենք ռոբոտի նման չենք, այդ ներգործությունը այնպես չի, որ ես չեմ ուզում եւ բայց անում եմ, այդպես չի, Աստված իմ կամքի վրա է ներգործում, այդ չուզող Արմենին ունիվերսալ կերպով ուզող է անում, տարբեր լծակներ օգտագործելով, դա Աստծո գործն է, մենք չենք կարող մտնել, դա նախախնամություն է։ Հիմա մեր հատվածում կարդում ենք Աստված դեն չգիտեցի ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց, եւ այս ճանաչել բառը սա նշանակում է պրոգինոսկո կանուխ ընտրել հասկացողությունով։ Եկեք անդրադառնանք որոշակի առումով այդ գործ արգելոց այդ հատվածին, որպեսզի տեսնենք, որ երբեք ընչի նշանակում Աստված չգիտեր մի բան եւ նայեց եւ տեսավ։ Կամ թեկուզ շատերն ասում են, դե ինքը առանց անմիջապես արդեն տեսավ, ստեղծելուց արդեն տեսավ եւ ճանաչեց, այդպես չի սենս։ Այստեղ խոսքը վերաբերում է ընտրության։ Եկեք անդրադառնանք գործ արգելոց այդ հատվածին։ Տեսեք, գործ առաքելոց 2:23 համար Պողոս առաքյալը օգտագործում է այս բառը, այս կանխագիտություն բառը, պրոգինոսկո բառը, նույն նախասահմանության խորհրդով, ինչի։ Սենս տեսեք, հետաքրքիր է, որ ընդհանուր նաև ցելսը առաջի դարում, երբ որ մենք անդրադառնանք, շատ կարևոր որ ցելսը ինքը այդպես էր հասկանում, այս բառը օգտագործելով կանուխ ճանաչել պրոգինոսկոն, ինքն ասում էր, եթե Աստված որոշել է այսպես, ուրեմն այդ երբեք չի փոխվի, ուրեմն այդ մարդը ինչ ուզի կանի, սխալ ընկալման էր գալի։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք նախասահմանության մասին, մենք խոսում ենք ամբողջական նախասահմանության մասին, ոչ միայն Աստված նախասահմանել է վերջի արդյունքը մարդու փրկությունը, այլ նաև բոլոր միջոցները, թե ինչը պիտի բերեն այդ մարդուն փրկության։ Այսինքն այդ մարդուն, այսինքն այնպես չի, որ եթե նախասահմանվել է փրկության, ուրեմն կարող ավետարան չլսի, փրկվելու է։ Այդպես չի, դա խաբկանքն է, որ խաբում են։ Եթե նա նախասահմանված է փրկության, ուրեմն ինքը ինչ որ մեկը պիտի նախասահմանված նրան քարոզի, ինքը պիտի դա լսի, ինչ որ միտեղ մերժի, ինչ որ միտեղ այն ընդունի։ Այսինքն ամեն բոլոր միջոցները նույնպես նախասահմանված են։ Ոչ միայն նախասահմանված է վերջի արդյունքը փրկությունը, այլ նաև ինչն է բերելու այդ մարդուն փրկության, ինչն է փոխելու նրա կամքը, դա բոլորը նույնպես նախասահմանված միջոցներ են։ Ուրեմն այստեղ երբեք չեն կարող ասենք, որ եթե մեկը փրկվելու է, նախասահմանված է փրկության, ուրեմն ինչ ուզի կարող անի։ Ոչ, նրա կյանքում նաև նախասահմանված է սրբացման ընթացքը, նախասահմանված է նրա բնության փոփոխությունը, նախասահմանված է նրա խոսքի ընկալումը, նախասահմանված է նրա կամքի վրա ներգործությունը, բոլորը։ Սրա համար սերներս մենք այստեղ պետք է ուշադիր նորից մարդիկ ասում են դե ռոբոտի նման չի, Աստված ունի ունիվերսալ կերպ, ինչպես փոխի այն չուզող մարդուն եւ այն ուզող անի։ Սա ամենակարևորն է, որ մենք պետք է հասկանանք, այսինքն եթե դուք ասում եք չի կարա Աստված, ուրեմն մեծ խնդիր ունեք, որ կասկածում եք Աստծո կարողությունների վրա։ Աստված ամեն բան կարող է։ Հիմա տեսեք, իր կամքի համաձայն, իր կարողության համաձայն Աստված վարվում է իր ծրագրի, փրկության ծրագրի մեջ, ինչպես որ որոշել է։ Հիմա այս առումով, երբ որ մենք կարդում ենք նույն բառը կանխագիտություն, եթե մենք վերցնենք այն սկզբունքը, որ մարդիկ ասում են կանխագիտություն նշանակում Աստված նախորոք նայեց ապագան եւ հետո որոշեց, այստեղ կծիծաղեք, եթե այդ հատվածը այդպես անեք։ Տեսեք, Քրիստոսին վերաբերվող Կարդում 23-ով, ով իսրայելցի մարդիկ, այս խոսքերը լսեցեք, Հիսուս Նազովրեցին, այն մարդը, որ Աստվածանից ցույց տրվեցավ ձեզանում, զորություններով եւ հրաշքներով եւ նշաններով, որ Աստված նրա ձեռովը արավ ձեր միջում, ինչպես դուք էլ գիտեք, նրան ուշադիր լսեք, որ Աստծո սահմանված խորհրդովը եւ կանխագիտությունովը մատնված էր։ Առակ անօրենների ձեռով փայտի վրա բևեռած սպանեցիք։ Գործ առաքելոց 2-րդ գլուխ 23 համար։ Քրիստոսի մասին ասված է. նրան, որ Աստծո սահմանված խորհրդովը եւ կանխագիտությունովը մատնված էր։ Կանխագիտություն բառը օգտագործենք նրանք, որոնք ասում են կանխագիտություն նշանակում Աստված նախորոք նայեց ապագան եւ տեսավ, հետո որոշեց այդ հասկացությունով կծիծաղեք։ Այսինքն Աստված իր որդու մասին չգիտեր եւ ուղղակի նայեց եւ տեսավ, որ երևում է, որին որդուն խաչելու են։ Արի ես նրան նախասահմանեմ, որպեսզի խաչեմ եւ փրկությունը այդպես կատարվի։ Սա ծիծաղելու է, եթե դուք այդպես նայեք։ Այս հատվածում նրան, որ Աստծո սահմանված խորհրդովը կամ որոշված խորհրդովը, որոշումովը եւ կանխագիտությունով, ընտրվածությունով, ընտրված մատնության համար, ընտրված բառն է։ Կանխագիտություն նշանակում է կանուխ ընտրել, կանուխ մտերիմ հարաբերություն, ճիշտ հասկացեք, գիտենալ բառը հին կտականում մենք տեսնում ենք, որ նույնիսկ ինտիմ հարաբերություն նշանակում եւ Ադամը գիտաց իր կինը։
Ինչա տեսնում էր չէր գիտենում, հետո գիտեցավ ով է իրա կինը։ Գիտենալ բառը պետք չի այսօրվա հասկացողությունով ընկալեք։ Այն հին կտականում յադա բառն է, որը նշանակում է մտերիմ հարաբերություն, նախորոք ընտրություն, սրա մասին է խոսքը։ Ուրեմն նույնիսկ ցելսը նորից եմ ասում, այս վիճում էր այս առումով, որտեղ ցելսը փիլիսոփա լինելով հասկանում էր այս բառը նախորոք սահմանել, նախորոք ընտրություն, դրա համար ասում էր, եթե նախորոք կանխագիտությունով է ընտրված է, ուրեմն պիտի ինչ ուզի կանի, առանց հասկանալու, որ այստեղ խոսքը վերաբերում է բոլոր ճակասավորության ամբողջ ընթացքի մասին։ Եվ այսպես, ուրեմն գործ Առաքելոցում մենք կարդում ենք այս 2:23-ում նույն բառը օգտագործված է Քրիստոսի մասին եւ ուղղակի ծիծաղելու է ասել, որ այդ կանխագիտությունը նշանակում է Աստված նախորոք նայում է եւ իմանալով հետո որոշում է։ Այն նշանակում է ընտրություն։ Այս հատվածում Առաքյալը օգտագործում է երկու բառ։ Տորուսերի մեջ եթե կարդաք, «Сего по определенному совету» օրիզո բառն է, որը նշանակում է որոշել, սահմանել, նշանակել, ասում է, որ Աստծո նշանակածով եւ նրա նախորոք ընտրությունով մատնվեց։ Տեսնում եք, հետո նոր երկրորդ բառը պրոգինոսկո, կանխագիտություն բառը, պրոգինոսկո նույն բառը, որ Առաքյալն օգտագործում Աստված դեն չնետեց իր ժողովուրդը, որին պրոգինոսկո, որին նախորոք ճանաչեց կամ նախորոք ընտրեց։ Ով է այդ ընտրվածը։ Մնացորդը։ Առաքյալը այստեղ խոսում է մնացորդի մասին։ Աստված դեն չնեցեց իր ժողովուրդը, որին նախորոք ընտրեց, այդ մնացորդին։ Եվ հետո բացատրում է թագավորության մեջ մի կարևոր սկզբունք, թագավորած գրքում Եղիային է օրինակ բերում, հիմա մենք կանադրանանք սրան եւ ցույց է տալի, որ Աստված միշտ ասում է՝ մի վախեցի, ես պահել եմ իմ մնացորդը։ Չնայած որ Եղիան ասում է՝ Տեր, բոլորին կոտորեցին, էլ իզրայելացի չմնաց կամ էլ փրկվող չկա, էլ քեզ հավատարիմ մարդ չկա։ Աստված ասում է՝ Եղիա ջան, հանգիստ եղի։ Ես 7000 հոգի ես պահել եմ։ Ես եմ պահել 7000 հոգի։ Այսինքն ես պահել եմ նրանց եւ նրանք, այսինքն ես պահել եմ եւ հետեւանքում նրանք բահաղին ծունր չեն դրել։ Ոչ թե բահաղին ծունր չեն դրել դրա համար են պահել։ Սա հակառակ աստվածաբանությունն է։ Ոչ, ես պահել եմ նրանց շնորհքով, դրա համար էլ նրանք բահաղին ծունր չեն դրել։ Ես եմ ներգործել։ Այդ 7000 հոգուն ես ինձ համար պահել եմ։ Եկեք անդրադառնանք այս հատվածին արդեն։ Ուրեմն մեր հատվածում Առաքյալը զարգացնում է շնորհքի ընտրության պես մնացորդ հասկացողությունը, որովհետև կարևոր է հասկանանք, որ այդ մնացորդը շնորհքով է պահպանված, եւ այստեղ կարևոր սկզբունք է, ուշադիր լսեք, շնորհքի ընտրության պես մնացորդ։ Կարևոր սկզբունք եմ ասում, որը շատ հաճախ չեք տեսնում։ Առաքյալը չի ասում շնորհքով փրկված։ Առաքյալը ասում է շնորհքով ընտրված փրկության համար։ Ոչ միայն ինքը շնորհքով փրկված է, որտեղ շատերը ձեզ կխաբեն։ Այո, Աստծո շնորհքով, Աստված շնորհքով պատրաստել է փրկությունը, բայց մարդը պետք է իր հոժար կամքով, այսինքն այո, մարդը իր հոժար կամքով, բայց առանց Աստծո շնորհքի այդ հոժար կամքը սխալ կաշխատի, չի աշխատի, չի ընտրի ինքը Աստծուն։ Հիմա Առաքյալը դրա համար շեշտում է ոչ թե շնորհքով փրկված, այսինքն ինքը հիմա զարգացնելու է շնորհքի ընտրության, շնորհքով ընտրված մնացորդ։ Ոչ թե շնորհքով փրկված, այլ շնորհքով ընտրված։ Իսկ ընտրությունը ինչը ասեց Առաքյալը մեր բառը որ կարդացինք, Աստված դեն չնետեց իր ժողովուրդը, որին նախորոք ընտրեց կամ նախորոք ճանաչեց, պրոգինոսկո ընտրեց։ Ինչի է ինքն ասում սա նախորոք, որովհետև ցույց է տալիս, որ սա հավիտենականությունից առաջ եղած ընտրություն է, դեռ մարդը բարի կամ չարչարած ընտրություն է։ Գալու եք, իհարկե հետո Աստված տեսնում է, որ բոլոր մարդիկ մեղքի մեջ են, բոլորը գնալու են, բայց արդեն Աստված ընտրում է որոշակի հատված իր փառքի այդ նույն մեղավոր մարդկանցից, այդ նույն դատապարտության արժանի մարդկանցից։ Դա համար այստեղ չի գործում Աստծո արդարությունը, այստեղ գործում Աստծո ողորմությունը եւ շնորհքը։ Իսկ դատապարտության գնում են բոլորը արդարորեն։ Նրանք, որոնք դատապարտվում են, արդար են դատապարտվում, բայց փրկությունը արդարությունով չի, փրկությունը ողորմությունով է, շնորհքով է։ Սա կարևոր է հասկանալ։ Այսինքն Աստված զարգացնում այս սկզբունքը։ Հիմա տեսեք, երբ որ մենք կարդում ենք նույնիսկ առաջի Պետրոսում այդ ընտրությունը մի քանի անգամ առաքյալները շեշտում են, որ այն աշխարհի ստեղծվելուց առաջ է, որովհետեւ այն կանուխ ճանաչելն է, կանուխ ընտրությունն է, շնորհքով ընտրությունն է։ Օրինակ, մենք կարդում ենք առաջի Պետրոս առաջի գլուխ 19-ից
այլ Քրիստոսի պատվականներով 18-ում ասում է գիտենալով, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկիով փրկվեցաք ձեր հայրենավանդ ունայն վարմունքիցը, այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես մի ամբից եւ անարատ գառի, որ առաջուց ճանաչված էր աշխարհի սկզբից առաջ։ Տեսակ նույն բառը պրոգինոսկո, որ առաջուց ճանաչված էր։ Կարանք մենք ասենք, որ Աստված նույնպես Քրիստոսին ուղղակի ապագան նայեց եւ տեսավ, որ հա, ուրեմն պետք է ինքը խաչվի։ Ոչ, առաջուց ճանաչված էր, առաջուց ընտրված էր, որ առաջուց ճանաչված էր աշխարհի սկզբից առաջ, ընտրված էր աշխարհը ստեղծելուց առաջ, որպես փրկիչ լինելու։ 20 համարը, առաջի Պետրոս, առաջի գլուխ 20 համարը։ Եվ հիմա այստեղ Հիսուս Քրիստոսը նույնպես խոսում է այս մասին։ Հիսուսն ասում է Սաղմոս 47-ում, ահա գալիս եմ քո կամքը կատարելու, քո կամքը, ոչ թե քո տեսածը, որ դու գուշակել ես ինչա լինելու, այլ քո կամքը, դու քո որոշածը կատարելու։ Ահա գալիս է Քրիստոսն ասում սա, եւ առավել առաջուց ճանաչված, նախասահմանված եւ որոշված եւ ընտրված է այդ բանի համար աշխարհը ստեղծվելուց առաջ։ Ես կկարդամ Սաղմոս 47-ից 8-ը ուշադիր նայեք։ Ապա ասացի, ահա ես գալիս եմ, գրքի տոմսում կամ մագաղաթի մեջ գրված է ինձ համար գրված է, որոշված է ինձ համար, քո կամքը կատարել կամեցա, ով Աստված, եւ քո օրենքն իմ սրտի մեջ է։ Ես արդարություն եմ քարոզում մեծ ժողովրդի մեջ, ահա իմ շրթունքները չեմ արգելում, Տեր դու գիտես, ահա գալիս եմ քո կամքը կատարելու, այն ինչ ինձ համար գրքի տոմսում մագաղաթումը գրված է, այն ինչ ինձ համար մարգարեության մեջ գրված է, գալիս եմ քո կամքը կատարելու։ Սա մեսիական Սաղմոս է, ավելի վերաբերվում է Քրիստոսի կատարած փրկության։ Առավել Եբրայեցիս 10-րդ գլուխ եկեք նայենք։ Եբրայեցիս 17-ից այն ժամանակ ասացի, թե ահա գալիս եմ գրքի տոմսում գրված է ինձ համար քո կամքն անելու, ով Աստված։ Եվ 9-ը վերևում ասելով, թե զոհի եւ պատարագի եւ ողջակեզների եւ մեղքի համար պատարակների չկամեցար, ջև չհացեցիք նրանց, որոնք օրենքի համեմատ մատուցանվում են։ Այն ժամանակ ասում է, ահա գալիս եմ քո կամքն անելու, ով Աստված, առաջինը դեն է գցում, որ երկրորդը հաստատ է ուխտի մասին է խոսքը կամ զոհաբերության խորհրդի մասին, որը ուխտերի հետ տարբերություն կա։ Այնտեղ կենթանական զոհեր, այստեղ Քրիստոսը իր արյունով կատարեց հավիտենական փրկությունը մարդկանց։ Հիմա տեսեք, այն ժամանակ ասում է, ահա գալիս եմ քո կամքն անելու։ Հիսուս Քրիստոսը գիտակցում է այդ մասին, որ գալիս է հոր կամքը կատարելու, որտեղ ինքը աշխարհի ստեղծվելուց առաջ նախասահմանված է։ Ոչ թե Աստված կանուխ տեսավ, ուղակի նայեց ապագան եւ տեսավ, որ նշանը, վին որդուն պիտի խաչեն։ Դե լավ, եկեք նշանակենք դա մեր Աստծո ծրագրի մեջ ինչ-որ մի մաս, որ այն պիտի խաչվի։ Այսինքն տեսավ նոր նախասահմանած, դա ծիծաղալու է սիրելիներս։ Ամեն մեկը, որ այս վարդապետության մեջ է, ուղղակի ապաշխարել է պետք։ Եվ հասկանալ, որ այստեղ խոսքը վերաբերվում է ընտրության, կանխ նախորոք ճանաչել, երբ որ մենք կարդում ենք Հռոմեացիս մեր հատվածում 11-ի, եկեք անադառնանք այդ հատվածի երկրորդում, տեսեք։ Աստված երկրորդ համարը, Աստված դեն չգցեց Հռոմեացիս 11 երկրորդ համարը, Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց։ Դա նշանակի թե բառացի կարդանք։ Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ընտրեց, կամ թե չգիտեք գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրվածքումը, ինչպես նա Իսրայելի դեմ կանգատվում է Աստծո առաջին եւ ամբողջությամբ երրորդ համարից սկսում է խոսել շնորհքով ընտրության մասին։ Այսինքն ոնց կարա Աստված խոսի նախորոք ճանաչելու մասին, հետո ասի շնորհքով ընտրված մի մնացորդ։ Ուրեմն պետք է ասել շնորհքով ճանաչված մի մնացորդ, բայց ինքը չի ասում ճանաչված բառը, արդեն օգտագործում է ընտրություն բառը։ Շնորհքով ընտրված մի մնացորդ։ Ոչ թե շնորհքով նախորոք ճանաչված մի մնացորդ։ Ոչ, շնորհքով նորից, ոչ թե փրկված, այլ ընտրված, այսինքն ոչ թե փրկությունն է շնորհքով, այլ արդեն աշխարհի ստեղծվելուց առաջ ընտրությունն է շնորհքով, այսինքն ոչ թե գործերից մարդու, որտեղ ինքը 6-րդ համարում բացատրում, որ եթե շնորհքով էլ գործերից չի այդ ընտրությունը։ Եթե գործերից է, մարդու հատկությունից ընտրությունը շնորհքով էլ չի։ Ուրեմն մարդու կարողությունով է ընտրվել մարդը։ Տեսնում եք առաքյալը ինչ անում։ Առաքյալը զարգացնում ասում է, սիրելիներս,
Բավարար ժամանակ անցավ, եկեք նույնպես հիմա վերջացնել, դի չհոգնեք եւ մեկ այլ ձայնագրություն ես կսկսեմ շարունակել նաեւ այդ երկրորդ մեր ճշմարտությունից մնացորդի մասին։ Հիշեք, առաջի ճշմարտությունը, առաքյալը մենք վերցրեցինք առաջի համարը։ Շնորհքի ընտրության պես մնացորդը կամ բոլոր դարերում փրկված մնացորդը մտնում է այս մեր շրջանում, մտնում է եկեղեցի։ Հիմա մտնում է եկեղեցի։ Երկրորդ ընտրության մնացորդի մասին ճշմարտություն, մնացորդը պահպանվում է շնորհքով, ընտրվում եւ պահպանվում է շնորհքով։ Տերը ձեզ օրհնի փառքի համար։ Հիմա մի քիչ հետո կշարունակենք հատվածը։